կրճատված ժամկետով զինվորական ծառայություն հնարավորություն կունենան նաև 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, հայտնել է ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների իր նախագիծը։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացած եւ ծառայությունից խուսափած անձինք։ Ըստ նախագծի ժամկետային զինծառայողները կկարողանան ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ինչպես նաև ծառայել 1 ամիս եւ բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Պատգամավորի խոսքով այս նախագծով փորձում են խրախուսել արական սեռի ներկայացուցիչներին մինչև պարտադիր զինծառայության տարիքը լրանալը Հայաստանի քաղաքացիություն ստանալ կրճատված ժամկետով ծառայելով կամ պետբյուջե սահմանված գումարը վճարելով։ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնք հարուցվել են տարբեր հանցատեսակներով, սկսած անփութությունից, պաշտոնյական լիազորություններն անցնելուց մինչև պաշտոնական դիրքը չարաշահելը, դասալքություն եւ այլն։ Խորհրդարանում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ըստ նրա կան նաեւ պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ եւ պետք է գնահատել, թե վերջն արդյունքում որքանով է պետական դավաճանությունը ազդել պատերազմի արդյունքի վրա։ Քրեական վարույթները քննվում են գաղտնի ռեժիմով եւ պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել։ Քննչական կոմիտեի նախագահը դեմ է, որ դպրոցներում անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման հետ կապված թեստավորումը պարտադիր լինի։ Ըստ Արթուր Պողոսյանի անհասկանալի է նաև, թե ինչպես է ապահովվելու պարտադիր թեստավորման իրականացումը, եթե երեխան դեմ լինի։ Նա կարծում է, գործընթացը կարող է ռիսկեր պարունակել, այդ թվում հոգեբանական վնաս հասցնել երեխային։ Տորու մարզում մահվան ելքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Շամշյան քոմի փոխանցման Պարչուտ գյուղում բարձրավոր էլեկտրասյան հոսանքալարերը պոկվել ընկել են, էլեկտրահարվելու հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ըստ ականատեսների, հովիվ, որն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ էր արածեցնում։ Սատկել են նաև մի քանի կենդանիներ։ Ղազախական Ակտաու քաղաքի մոտակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն, հայտնել են Ղազախստանի տրանսպորտային դատախազությունից։ Օդանավի կործանման պատճառների հետաքննության դաշտային փուլն ավարտվել է, ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակվել է փետրվարի 4-ին։ Ավիաաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին, պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել եւ պատասխանատվություն ստանձնել։ Եվրամիության անդամ երկրները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կնախապատրաստեն, եթե Մոսկվան մինչև այսօրվա վերջ չհամաձայնվի հրադադարի, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կորնելիուսը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին, բայց մինչ այդ Մոսկվան պետք է համաձայնի երկարաժամկետ հրադադարի։ Մինչ այդ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից ավելի քան 100 անօդաչուի հարձակման մասին։ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուվենտուսի լեգենդ Դավիթ Տրեզեգեն Հայաստան կայցելի մայիսի 29-ին նա Երևանում կմասնակցի Թուրինյան ակումբի Հայաստանի ակադեմիայի պաշտոնական բացմանը։ Շուտով կհանդիպենք, առաջ Հայաստան, հրապարակված տեսաուղերձում ասել է Տրեզեգեն։